մասին է այս գործը եւ ինչ նպատակ են հետապնդում գործող իշխանությունները, այն կողմ կնայեք ուղղակի խնդրեմ։ Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ ձեզ, որ լուսաբանում եք այս ամբողջ գործընթացը եւ նաեւ այստեղ հավաքված բոլոր քաղաքացիներին, որոնք այստեղ եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, որովհետեւ մենք ականատես ենք լինում մեր պետությունում բռնապետություն հաստատելու բացահայտ փորձի։ Մեր աչքի առաջ տեղի ունեցել ուղղակի սոսկալի իրադարձություն։ Սամվել Կարապետյանը, որը Հայաստանի Հանրապետության հեղինակավոր, հարգարժան, շատ մեծ վաստակ ունեցող քաղաքացի է, որը հսկայական քանակությամբ եւ աշխատատեղեր է ստեղծել, եւ բարեգործություն է արել, եւ Արցախում հսկայական ներդրումներ կատարել, ընդամենը խոսք ասել եկեղեցու բակում։ Այդ խոսքի մեջ չկար բռնության կոչ, այդ խոսքի մեջ չկար որևէ իշխանազավթման կոչ, այդ խոսքի մեջ չկար ընդհանրապես ասած որևէ ապօրինի բան։ Մարդուն այսօր փորձում ենք ալանավորել միայն այդ խոսքի համար, ուրիշ ոչ մի մեղադրանք չկա, միայն այդ խոսքի համար։ Եվ այս այն դեպքն է, երբ որ մեզանից յուրաքանչյուրը Սամվել Կարապետյանը, ես ուզում եմ ասեմ նույնը, ես երեք եմ ասել նաև, պատրաստ եմ սուրը ձեռքից զոհվել Սուրբ Էջմիածնի շեմին, որովհետև Սուրբ Էջմիածինը այդ այն օրանն է, որից դուրս է եկել մեր ժամանակակից քրիստոնյա ազգը։ Մենք որպես հայ քրիստոնյա պարտական ենք Սուրբ Էջմիածին եւ այդ պարտականությունը նաեւ Սուրբ Էջմիածինը պաշտպանելով է։ Սամվել Կարապետյանը պաշտպանել է Սուրբ Էջմիածինը։ Եվ մեզ այն յուրաքանչյուրը այստեղ հավաքվածներից համոզված են, որ պատրաստ է պաշտպանել Սուրբ Էջմիածինը եւ պաշտպանել ոչ թե պետությունից, այլ պաշտպանել օտարի թշնամու կամակատարներից, որոնք զավթել են մեր պետությունը։ Իրանք այսօր չպետք է փորձեն մեզ ներկայացնել, որ սա պետության եւ եկեղեցու հակադրությունն է, ոչ դա այդպես չի։ Դա թշնամական պետությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ հայ ազգի հակադրությունն է։ Ներկայացված տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցու, որով մեր ազգի առանցքային ինստիտուցիոնալ կառույցն է։ Այսօր հետա տեղի ունենում եւ պատահական չի, որ այստեղ մենք տեսնում ենք բազմահազար քաղաքացիների, որոնք իրենց սրտի կանչով, իրենց զգացողությամբ հասկացել են, թե ում կողմը այսօր պետք է լինել։ Ում կողմը պետք է լինել։ Եվ ես ուզում եմ, որ նորից շնորհակալություն հայտնենք բոլոր այն մարդկանց, որոնք այսօր այստեղ են, հասկանալով, որ այսօր այստեղ պետք է լինեն, պաշտպանեն մեր ինքնությունը, մեր եկեղեցին եւ ի վերջո նաեւ հենց մեր պետությունը։ Շնորհակալություն։